Եթե դուք եք նկատել, որ Հայաստանում YouTube-ի հոլովակները սկսվում են գովազդային հոլովակներով, սա նշանակում է, որ Հայաստանում սկսում է դրամայնացման կամ, ինչպես հայտնի է, մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը։ Առավոտյան պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն սա դեռ թեստավորման փուլն է։ Սա լավ լուր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդներ նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։ Սրանով մենք եւս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ, նաև շատ կարևոր է արձանագրել, որ YouTube-ը բավականին բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում նաև, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա։ Բլոգերների, ինֆլուենսերների եւ առհասարակ այս հարթակով գումար վաստակողների համար սա լավ լուր է, իսկ հակառակ կողմից եթե նայենք, դեռ ամբողջությամբ չգործարկված արդեն հասցրել է մի խումբ մարդկանց զայրույթի պատճառ դառնալ։ Համացանցում բազմաթիվ օգտատերեր ելքեր են փնտրում, տարբեր խմբերում հարցնում, թե ինչպես կարելի է լիովին ազատվել գովազդային մեկնարկներից եւ հանգիստ դիտել այն, ինչ ուզում ես։ Լուծում ցավոք չկա, նույնիսկ եթե փորձեք անջատել հեռախոսի կարգավորումներից։ Ավելի վաղ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ այս գարնանը նախատեսում են մոնետիզացիայի ամբողջական գործարկումը։ Արարատ Միրզոյան Հայաստանն ու Ադրբեջանը վճռական քայլեր են ձեռնարկել տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Նրա խոսքով Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից հետո ոչ միայն խաղաղություն է հաստատվել Երևանի ու Բաքվի միջև, այլև ճանապարհ է հարթվել առևտրային կապերի եւ մարդկային շփումների համար։ Միրզոյանը այդուհանդերձ չի մոռացել խոսել նաեւ ադրբեջանական բանտերում տառապող մեր 19 հայրենակիցների պատերազմի հետևանքով անհետ կորածների ճակատագրի մասին։ Unequivocally premised on the conviction that the human rights pillar of the United Nations Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղի, սա իսկապես դժվարին ձեռնարկ է, քանի որ 19 հայ ձերբակալվածներ դեռևս պահվում են Բաքվում եւ անհրաժեշտություն կա պարզաբանելու անհետ կորածների ու բռնի անհետացումների դեպքերի ճակատագրերը, ինչպես նաեւ աղավաղված պատմական թեզերի տարածման պայմաններում։ Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների մասին նույնպես հիշատակել է Միրզոյանը իր ելույթում, ըստ նախարարի, Հայաստանն այս օրերին բախվում է լայնածավալ հիբրիդային հարձակումների եւ արտաքին միջամտության փորձերի։ Միրզոյանը ասել է մեջբերում Հայաստանը հայտնվել է համակարգված թշնամական արշավների թիրախում, որոնց նպատակն է ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների միջոցով թուլացնել քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։ Միրզոյանը սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից տարածաշրջանից են այդ հիբրիդային սպառնալիքները։ hybrid threats, including disinformation, manipulation and foreign interference. Սա Աղետ է անվանել Հայաստանի վարչապետը ջրային ոլորտում տարեկան արձանագրվող 40-ից 60% կորուստը։ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, թե ինչպես են ոլորտի պատասխանատուները գիշերը քնում, երբ Հայաստանում ջրային կորուստների վիճակագրությունը աղետալի է։ Եթե ուրիշ ոլորտներում, ասենք, տենց իրավիճակ լինի, մենք երկրում արտակարգ դրություն կհայտարարենք։ Միտեղ որտեղ որ 40%, 60% կորուստ լինի, մենք ինչ կանենք, արտակարգ դրություն կհայտարարենք։ Իսկ ջրային ոլորտում դա նորմալ է, հա դե 60% է կորուստը, դարձավ 59%, դարձավ 58.5%, ինչ լավ է, եկեք բան պարգևատրենք եւ այլն եւ այլն։ Սա աղետ է, ոնց կարելի է սրա հետ ընդհանրապես համակերպվել։ Ոնց կարելի է ընդհանրապես այս պայմաններում գիշերը քնել, բայց մենք քննում ենք ոնց որ։ Ոստեղ է խնդրեմը, որ մենք այս խնդիրները իր ամբողջ խորությամբ չենք ընկալում եւ
Բենյամին Նեթանյահուն Իրանին սպառնացել է, ինչպես նաև նշել, աներևակայելի հզոր պատասխան հարվածով։ Այս հայտարարությունը հնչել է Քնեսեթում ծավալված հատուկ քննարկման ժամանակ։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին վարչապետն այս օրերը անվանել է չափազանց բարդ եւ անկանխատեսելի։ Ըստ նրա, Թեհրանի հնարավոր հարձակումը կդառնա Իրանի պատմության ամենածանր սխալը։ Նեթանյահուն վստահեցրել է, որ իրենց բանակը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Այնուամենայնիվ, նման կտրուկ ռետորաբանությունը հաճախ կրում է քաղաքական բնույթ։ Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ The Jerusalem Post-ի աղբյուրների համաձայն Մարկո Ռուբիոյի այցը Իսրայել հետաձգվել է մինչև մարտի 2-ը։ Այս ուղևորությունը պետք է հաջորդի Ժնևում կայանալիք միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 3-րդ փուլին։ Հանդիպումն ընթանալու է Օմանի միջնորդությամբ, սակայն կողմերի միջև իրական երկխոսության հեռանկարը դեռևս մշուշոտ է։ Թեհրանը մտադիր է ներկայացնել կարգավորման իր համապարփակ առաջարկը, որը իսրայելական կողմը դիտարկում է որպես ժամանակ շահելու հերթական փորձ։ Ռուբիոն Իսրայելի վարչապետի հետ կքննարկի այդ առաջարկի էությունը եւ Վաշինգտոնի հնարավոր պատասխան քայլերը։ Ամերիկյան կողմն արդեն իսկ սկսել է խորհրդակցել տարածաշրջանային դաշնակիցների հետ դիվանագիտության ձախողման դեպքում ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու նպատակով։ Financial Times-ի տվյալներով Թեհրանն ու Մոսկվան անցյալ դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում 500 միլիոն եվրոյի գաղտնի ռազմական գործարք են կնքել։ Արտահայտված փաստաթղթերի համաձայն Ռուսաստանը պարտավորվել է Իրանին մատակարարել վերբատեսակի 500 դյուրակիր զենիթահրթիռային համալիր եւ 2500 հրթիռ։ Այն նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռների, ուղաթիռների եւ անօդաչու սարքերի ոչնչացման համար։ Այս զինատեսակն ունի գերզգայուն ջերմային գլխիկ, ինչը թույլ է տալիս թիրախը խոցել նույնիսկ ջերմային թակարդների եւ արհեստական խոչընդոտների պայմաններում։ Զենքի մատակարարումը նախատեսված է իրականացնել միայն 2027-ից 2029 թվականների ընթացքում։ Այս քայլով Իրանը նպատակ ունի ուժեղացնել իր օդային պաշտպանությունը, հաշվի առնելով իր միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան վերջին հարվածները։ Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։ Ենթադրյալ պայմանագիրը վկայում է երկու երկրների միջև ռազմական կապերի շարունակական խորացման մասին։ Սպասվող վերազինումն արդեն լրջորեն մտահոգություններ է առաջացրել արևմուտքի երկրներում։ Սլովակիան դադարեցրել է Ուկրաինա արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Պատճառը Բրատիսլավայի Դրուժբա նավթամուղի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալն է։ Որոշման մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նշելով, որ Ուկրաինան այլևս օգնություն չի ստանա իր էներգետիկ ցանցը կայունացնելու համար։ Այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ ցանցի կայունացման հարցում, նման օգնության չի արժանանալու, ասել է Ֆիցոն։ Սլովակիայի առաջնորդը շաբաթ վերջնագիր էր ներկայացրել, պահանջելով, որ Կիևը մինչև երկուշաբթի վերականգնի նավթի մատակարարումը, հակառակ դեպքում իրենք կանցնեն կտրուկ քայլերի։ Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իր հնարավոր իրավահաջորդի ընտրության վերաբերյալ ներքին քննարկումները, հայտնել է Axios պարբերականը։ Որպես 2028 թվականի հիմնական թեկնածուներ Սպիտակ տանը դիտարկվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Թրամփի երազանքի տանդեմում առաջնորդի դերը վերապահված է Վենսին, իսկ Ռուբիոն դիտվում է լրացուցիչ ուժ։ Նախագահը պարբերաբար արծարծում է այս թեման խորհրդականների շրջանում, փորձելով կշռադատել իր քաղաքական ժառանգության հնարավոր տերերին։ Այնուամենայնիվ Ռուբիոն այս պահին զիջում է առաջնորդի դիրքերը Վենսին։ Հարցումները եւս փաստում են Վենսի բացահայտ առավելությունը, սակայն նման վաղաժամ կանխատեսումները հազվադեպ են արդարանում իրական քաղաքականության մեջ։ Ըստ մասնագետների, այս քննարկումները Թրամփի հերթական հնարքներն են սեփական թիմի ավատարմությունը ստուգելու եւ ազդեցությունը մշտապես պահպանելու համար։ Սիրիայում իսլամական պետության զինյալները վերսկսել են արյունալի արձակումները ուժայինների դեմ։ Բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր, իսկ իրավիճակը տարբեր բնակավայրերում մնում է լարված։ Այս գործողությունները տարօրինակ կերպով զուգադիպում են Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ուժերի հափշտապ հեռացման հետ։ Արևմտյան զորքերը լքում են իրենց խոշորագույն ռազմաբազաները եւ տեխնիկայով տեղափոխվում Իրաք։ Ռազմավարական կարևոր հենակետերի, այդ թվում այրուղիների վերահսկողության թողնելը լուրջ հարցեր է առաջացնում։ Ստեղծված ուժային բացը թույլ է տալիս ահաբեկչական խմբերին նոր թափով ակտիվանալ տարածաշրջանում։ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ոչ հիմնական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին շտապ հեռանալ Լիբանանից։ Այս որոշումը պաշտոնապես հիմնավորվում է երկրում սրվող անվտանգային անկայուն իրավիճակով։ Իսրայելական օդուժի հարվածները Լիբանանի հարավային եւ արևելյան շրջաններում առնվազն 12 զոհի պատճառ են դարձել։ Թիրախների թվում եղել է նաեւ փախստականների ճամբարը, ինչը Իսրայելը հայտարարել է Համասի կառույց։ Պաղեստինյան կողմը կտրականապես հերքել է ճամբարներում որևէ ռազմական ենթակառուցվածքի առկայությունը։ Իսրայելը շարունակում է իր ագրեսիվ
քաղաքականությունը, ինչը հերթական անգամ կասկածի տակ է դնում 2024 թվականի նոյեմբերին հաստատված հրադադարի համաձայնությունը։ ՄԱԿ-ի տվյալներով զինադադարից ի վեր իսրայելական կողմն արդեն ավելի քան 10,000 անգամ հարձակում է գործել, փաստացի ձախողելով խաղաղության գործընթացը։ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի բացահայտումից հետո։ 72-ամյա Մանդելսոնը ազատվել էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ծառայության պաշտոնից դեռ սեպտեմբերին, երբ վարչապետ Քեյր Սթարմերի վարչակազմը հրապարակել էր նրա եւ Էփշտեյնի միջև հաղորդագրությունները։